Պարոն Կարապետյանը արգելեցին օրենքով բարեգործություն անել որոշ ժամանակ առաջ, իսկ հիմա իրանք կարծես թե այսպես դիտարկումա թոշակներն են բարձրացնում եւ մարդիկ, քաղաքացիները, փորձագետները այսպես կարծիք են հայտնում, որ սա օրենքով ընդունված ընտրակաշառքի ձև է, լեգիտիմ ընտրակաշառք է։ Կա բարձր գիտակցություն մեր հասարակության կողմից եւ դա չեմ կարծում, որ կունենա այնպիսի ազդեցություն, մարդիկ կհասկանան, որ մեր երկրին պետք է ակտիվ ուժեղ տնտեսություն, որպեսզի կարողանանք հետագայում էլ բարձրացնենք մեր տնտեսության կողմից սոցիալական ոլորտին տրվող ֆինանսավորումը։ Դրա համար պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն։ Ընտրությունից ընտրություն բարձրացնելը դա լուծում չէ։ Էլ եմ ասում, անգամ այս բարձրացման արդյունքում, որի համար մենք շատ ուրախ ենք, մեր երկրում ամենանվազագույն զամբյուղին դեռ չի ասել միջին թոշակը։ Ձեր իշխանության գալու պարագայում նվազագույն կենսաթոշակը ինչքան է կոստանում։ Մեր քաղաքականությունը այսպիսին է։ Հայաստանում կա 500,000 թոշակառու եւ 500,000 մոտ թոշակառու, որից տարիքային եւ նաեւ հաշմանդամություն ունեցող եւ մոտապես 800,000 գրանցված աշխատող, որից 600,000-ը մասնավորում, 200,000-ը պետականում։ Որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքականությունը ինչու՞մ է կայանում, նոր աշխատատեղերի ստեղծման քաղաքականություն նպատակը ինչ է։ Եթե 200,000, 300,000, օրինակ 3 տարում 200,000, 5 տարում 300,000 աշխատատեղ ենք մենք կարողանանք ստեղծում ենք մեր երկրում, դա բերում է միլիարդավոր դրամների եկամտահարկի վճարում, որի արդյունքում մենք կարողանանք վերանայենք սոցիալական վճարները եւ մեր հասարակության նշանակալի մասի համար ապահովենք բազային մինիմալ զամբյուղի պահանջարկի իրականացում, այսինքն մարդը որ կարողանա իր թոշակով իր համար սնունդը, էլեկտրաէներգիայի վճարը, գազի վճարը կարողանա վճարի։ Պարոն Կարապետյան, ևեթ բարեգործությունների հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեի ինչ-որ ուսումնասիրությունները հարցը հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ ուսումնասիրություններ է սկսել ուսանողների ուսման վարձերի հետ կապված, արդեն ինչ-որ անձին հրավիրվել են կառույց ինչ-որ տեղեկություններ ունեք գործընթացից։ Ոչ տաշի բարեգործականը տասնամյակներ բարեգործություններով է զբաղվում, կա հազարավոր շահառուներ, դա այնպես չէ որ մինչև մի պրոցեսից հետո մենք այդպես մտահոգություն ճիշտ որ ասեմ չունենք։ Ես ուղղակի նայում եմ որ այսօր ունենք միջոցառում ենք երիտասարդների հետ ներկայացնելու ենք մեր տնտեսական քաղաքականությունը երիտասարդներին, եթե դուք ժամանակ ունենաք եւ լուսաբանեք, մենք ուրախ կլինենք նաեւ հետաքրքիր կանցնի դրանից հետո երիտասարդների տեսլականը երիտասարդներին այսօր կասեք անցումային փուլում ով է լինելու ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու։ Անցումային փուլը նշեմ այն է որ պետք է սահմանադրությունում փոփոխություններ կատարեք։ Շատ լավ։ Երեք ազատության հարցազրույցը լսել եք։ Նայել եմ եւ հարցի պատասխանը չեմ ստացել։ Դուք ասում եք մի ձևակերպում, որ Հայաստանի սահմանադրությունը չկա։ 5 անգամ պատասխանվել է հարցը։ Համակարգող Ներողություն, պարոն Կարապետյան, դուք ասում եք համակարգող, բայց դա հակասահմանադրական։ Ես կարող եմ 4 անգամ եւս։ Դուք ինչ եք ասում, կներեք այսօր։ Հարգելին արեք, բոլոր հարցերի պատասխանները հնչել են 3 ազատության եթերում պարոն Կարապետյանի հարց ու պատասխանի ընթացքում լինելու է անցումային փուլի համակարգող։ Հարգելին արեք, տեսնում եք մեր երիտասարդները սպասում են, թույլ տանք ներս մտնեն, կարող եք դուռը բացել, շնորհավորություն։